վերադառնալ այնտեղից Քրիստոսի շիրմի վրա օրհնված, նրա զորությամբ օծված խաչով, որը ես ուզում եմ, որպես իմ շնորհակալության եւ երախտագիտության ամենաբարձր նշան հանձնել իմ երկրի նախագահին, որի անմիջական մարդկային չեմ վերաբերմունքի շնորհիվ այսօր ոտքի վրա եմ։ Երաժշտության ոլորտում մրցանակ ստացավ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը Երևանյան ռապսոդիա ստեղծագործության համար գրված դաշնամուրի եւ նվագախմբի համար։ Հանձնախումբը գրեթե միաձայն հավանություն է տվել ազգային երաժշտարվեստում միշտ նոր խոսքով ներկայանալու կոմպոզիտորի ձեռագրին։ Գիտեք, երբեմն մենք մեր կյանքի մեջ մի ջերմ խոսքից, մի քաջալերանքի գնահատականից, մի տաք հայացքից կարող ենք ոգևորվել վերենաշճանի, ճախրել, շիկանան մեր հոգիները։ Դա մի խոսքից, իսկ երբ քո ստեղծագործությունը գնահատական է ստանում բարձր պետական պարգևի ձևով, անշուշտ բացատրել անհնարին է։ Թատերական արվեստի եւ կինոարվեստի բնագավառի հանձնաժողով իր մրցանակը շնորհել էր Հուլիոս Կեսար ներկայացմանը։ Ինքնատիպ բեմադրական, հեղինակային մեկնաբանություն եւ թատերական վառ արտահայտչականություն, այն ինչ արժանացրեց ներկայացումը պետական մրցանակի։ Մրցանակներ ստացան բեմադրող հեղինակ Արմեն Խանդիկյանը, նկարչական ձևավորման եւ զգեստների հեղինակ Կարեն Գրիգորյանը, դերասաններ Գրիգոր Գաբրիելյանը, Արթուր Ութմազյանը եւ Հրաչյա Հարությունյանը։ Իդեպ վերջին 2 տասնամյակում թատրոնի արտիստներն արժանացել են տասնյակ մրցանակների եւ պետական բարձր կոչումների ու պարգևների։ Բեմադրիչ Արմեն Խանդիկյանի խոսքով դա իրենց աշխատասիրության, կամքի եւ միաբանության արդյունքն է։ Այսօր Հուլիոս Կեսար ներկայացման համար, որ արժանացանք 5-ս, բայց դա ամբողջ դրամատիկ թատրոնի կոլեկտիվի աշխատանքն է եւ դա ոչ միայն այս վերջի 10 տարիների, այլ 40 տարվա աշխատանք է։ Ես ուրախ եմ ներկայացման համար եւ թող որ անհամեստ հնչի, ես կարծում եմ, որ իսկապես արժանի էր այս ներկայացումը։ Ես ուրախ եմ, որ նկատվում է, որտեղ ես հաճախ եմ ասում, որ մենք ունենք լավ ներկայացումներ։ 2011 թվականին առաջին անգամ պետական մրցանակ շնորհվեց նաև ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառում։ Անվանակարգի բացակայությունը հանրապետության նախագահը համարեց սխալ, իսկ շտկումը տեղին։ Մեր գիտնականները պետք է իմանան, որ երկիրն ու ժողովուրդը ուշադիր են իրենց եւ իրենց վաստակի նկատմամբ։ Հայաստանը եղել է եւ պետք է շարունակի լինել գիտության եւ առաջադեմ տեխնոլոգիաների երկիր։ Այս առումով մենք զարգացման այլընտրանք չունենք։ Իմ համոզմունքն է, որ հետ մնացող Հայաստան հատկապես գիտության եւ կրթության ոլորտներում պարզապես չի կարող լինել։ Ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառներում մրցանակների արժանացան ֆիզիկոս Էդուարդ Ղազարյանը, Հայկ Սարգսյանն ու Կարեն Դվոյանը, բարդ երկրաչափությամբ կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունը աշխատանքի համար։ Ես հպարտ եմ, որ հայ եմ։ Ես հպարտ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին եմ։ Ես հպարտ եմ, որ ապրում, աշխատում եւ ստեղծագործում եմ իմ հայրենիքում։ Եվ լիահույս եմ, լի հավատով, որ ազգային հպարտության այս ստեղծարար հզոր ուժը այն կարևոր գործոններից է, որը պետք է ապահովի մեր ժողովրդի նոր հաջողությունները, ձեռքբերումները եւ հաղթանակները։ Ես այս պահին շատ հուզված եմ, ուրախ եմ եւ շատ հպարտ եմ, որովհետեւ մրցանակակիրներն են իմ ամուսինը, իմ գիտական ղեկավարը եւ իմ աշխատակիցն ու ընկերը։ Արդեն առաջին քայլերը արվում են երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու համար։ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով պետական մրցանակների կարևորությունն ու արժեքը մեծ են մեր երկրի եւ հասարակության համար, իսկ մրցանակակիրները մեր ժողովրդի ամենավառ անհատականություններից են, ովքեր արժանի են հասարակության գնահատանքի ու մեծարման։ Պետական մրցանակի արժանի գործերը մեկ օրում չեն ծնվում։ Դրանցից յուրաքանչյուրի թիկունքում մի ամբողջ ստեղծագործական կյանք է, որը նումներով ու անքուն գիշերներով, անկումներով ու վերելքներով։ Հաջողությունը ոչ միայն աստվածատուր տաղանդի, այլև մեծ նվիրումի
ու հսկայական աշխատանքի պտուղ է։ Երկրի ղեկավարը կարևորեց նաև հանձնաժողովների անդամների մեծ ծավալի աշխատանքն ու բարդ ընտրությունը, նկատելով, որ կան անվանակարգեր, որտեղ այս անգամ դափնեկիրներ չեն եղել։ Մյուս կողմից նախագահը ողջունեց որդեգրված չափանիշներին հավատարիմ մնալու սկզբունքը եւ բարձր նշաձողի պահպանումը։ Լուսինե Մկրտչյան, Արման Ղարիբյան, Առաջին լրատվական։ Հավելեմ, Հանրապետության նախագահի նստավայրում կայացած պետական պարգևների մրցանակաբաշխության արարողության տեսագրությունն առաջարկում եմ դիտել այսօր երեկոյան առաջին հարցազրույցից անմիջապես հետո։ Մինչ այդ, գրականության և հրապարակախոսության ոլորտում 2011 թվականի մրցանակի է արժանացել Մովսես Խորանացում մեդալակիր գրող թարգմանիչ Հովհաննես Գրիգորյանը։ Նրան պետական պարգևը շնորհվել է «Երբեք չմեռնես», ահա թե ինչ կասեմ քեզ գրքի համար։ Բանաստեղծը, ինչպես գիտեք, վերջին շրջանում վատառողջ էր։ Ապակինումը ոգևորել է Հովհաննես Գրիգորյանին։ Նա խոսել է ապագայի ծրագրերից, պատրաստում է շարունակել Դոն Կիխոտի թարգմանությունը։ Սա չնայած աշխարհային մասնագիտություններից մեկն է, գրողն է, բայց գրականությամբ զբաղվելը, գրականության մեջ մտնելը ինձ ամեն օր ստիպում է նորից նորացին երեխայի նման ապրել կյանքի բոլոր այդ բաներով անցնել։ Եվ օրվա վերջում խորը ցերանալ։ Ավելի քան 50 տարի գրականության հետ, երգեր առանց երաժշտության առաջին գիրքը 1975-ին էր, տպագրվեց 15 տարվա արգելքից հետո, Հովհաննես Գրիգորյանը հենց սրանով սկսեց հեղափոխությունը պոեզիայում։ Ամեն ինչ սկսվեց այս գրքից։ Հետո եկան մեկ տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուներ, թարգմանություններ, էսսեների ու հոդվածների շարքեր։ Վերջին բանաստեղծությունը Երուսաղեմի փրկչի տաճար այցելությունից հետո է գրել։ Զարմանալի զուգադիպությամբ թեմային անդրադարձել էր նաև վերջին գրքում, մինչև Իսրայել մեկնելը։ Ինքնա մեր կողքին է վաղուց, շրջում է մեր մեջ վաղուց, փնտրում է մեր մեջ ու չի կարողանում գտնել գոնե մեկին, որի համար արժեր խաչ բարձրանալ։ Ամեն սկսեն նորից։ Ինչ է գրականությունը, ինչու է գրում, տարիներ առաջ ավելի հեշտ էր ձևակերպում։ Ինչքան տարիները խորանում են, ինչքան փորձում վարպետությունը ավելի է կուտակվում, ես զգում եմ, որ գնալով դժվարանում է բանաձևել, թե ինչ բան է գրականությունը։ Հետասար տարիները շատ լավ գիտեի։ Բանաստեղծը բազմաթիվ մրցանակների ու պարգևների է արժանացել Լկեմ դափնեկրից մինչև Մովսես Խորենացու մեդալ։ Նրա վերջին «Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ» բանաստեղծական ժողովածուն արժանացել է գրականության բարձրագույն պետական մրցանակին։ Մի տարի կա պետք է ստանաս պրծնես կատակում է Իսրայելից վերադարձած ու ապակինումը տանը շարունակող մրցանակակիր պոետը։ Ավելի վաղ հարցազրույցներից մեկում բանաստեղծը ձևակերպել էր. Ինձ համար ամենամեծ մշակույթը պետությունը։ Անկախ Հայաստանի, ինչպես ինքն է ձևակերպում ժողովրդավարության մանկական շրջանի խնդիրներին անդրադառնում է ցավով։ Մանկությանը բնորոշ հիվանդություններով, կարմրուկով, քուտեչով եւ այլն եւ մենք դեռ դրա մեջ ենք։ Լինելով աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկը, մենք մանկությունից ենք սկսում հիմա ամեն ինչ։ Փոքր Հայաստանի համար հրաշալի մշակույթ ունենք եւ սրանով հանդերձ կիրթ մարդու խնդիր։ Քրում ենք ասում ենք, դες գնացին Ֆրանսիա, բոլորը ժպտերես էին, ինչքան կիրթ վերաբերմունք էր, ինչ բաներ եւ շատը մենք գրավում ենք դրանց, այդ ամբողջ գալիս է հազար արվեստի ուժով։ Այդ Լուվրը հենց այնպես չի պահում։ Փարիզում։ Կրթելու գործը իր մասով կշարունակի։ Դոն Կիխոտ 2000 էջանոց գործի 250 էջը թարգմանել է, անպայման ցանկանում է ավարտել, որպեսզի հայ ընթերցողը վերջապես իմանա, սա սովորական ասպետական վեպ չէ, ինչպես ներկայացվել է։ Այդ վեպը սխալ է թարգմանված, ոչ թե բառերը բանը ամեն ինչ ճիշտ է։ Հումորը չկա։ Սա այն գործն է, որի համար պետք է երկար ապրել, խոստանում է ժամանակակից գրականության լավագույն պոետներից Հովհաննես Գրիգորյանը։ Սուսան Բադալյան, Արման Ղարիբյան, Առաջին լրատվական։ Հովհաննես Գրիգորյանին առողջություն մաղթենք եւ անցնենք առաջ։ Մեր հաջորդ տեսանյութը ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառի մրցանակակիրների մասին է։ 2011 թվականի պետական մրցանակով պարգևատրվել են Էդուարդ Ղազարյանը, Հայկ Սարգսյանն ու Կարեն Դվոյանը։ Պետական բարձր պարգևի արժանացած գիտնականների աշխատանքների արդյունքներն անմիջական կիրառում կարող են ունենալ լազերների, արևային մարտկոցների նախագծման գործում, առողջապահության ոլորտում, հատկապես քաղցկեղի բուժման գործում։ Ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառում 2011 թվականի պետական մրցանակով պարգևատրվել են Էդուարդ Ղազարյանը, Հայկ Սարգսյանն ու Կարեն Դվոյանը բարդ երկրաչափական ձև ունեցող կիսահաղորդակցային նանոկառուցվածքների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրության համար։
Գիտնականների աշխատանքն իրենից ներկայացնում է նախապես որոշված հատկություններով ստեղծված համակարգերում լիցքակիրների ֆիզիկական հատկությունների եւ վարքի հետազոտություն։ Արդյունքներն անմիջական կիրառում կարող են ունենալ լազերների, արևային մարտկոցների նախագծման գործում, առողջապահության ոլորտում, հատկապես քաղցկեղի բուժման գործում եւ այլ ոլորտներում։ Որքանով որ ավելի բարդ է երկրաչափությունը ուսումնասիրվող համակարգի, այնքան ավելի ճկուն կարելի է կառավարել հատկությունները ֆիզիկական, որովհետև ավելի շատ երկրաչափական պարամետրեր կարելի է ներմուծել եւ հետեւաբար ավելի մեծ հնարավորություն կա, ավելի լայն տիրույթում դուք կարող եք կառավարելի դարձնել այդ համակարգը։ Եվ մասսայապես մեր խմբի կողմից հենց ցույց է տրված այդ լայն կառավարման հնարավորությունները։ Գիտական խմբի մեկ այլ անդամ Կարեն Դվոյանը 2010-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Արգանզասի համալսարանի լաբորատորիայում մասնակցել է համատեղ աշխատանքի, որն իրականում աշխարհում առաջին անգամ կատարված գիտական փորձարարություն էր։ Արդյունքները հրապարակվել են միջազգային հեղինակավոր ամսագրերում ու գիտական հանդեսներում։ Հայ գիտնականներն այս ամենով այսօր կարող են զբաղվել միայն արտերկրում, սակայն ապագայում այդ հնարավորությունները տեսնում են նաև Հայաստանում։ Ֆիզիկան ուզենք թե չուզենք դա կիրառական փորձնական գիտություն է եւ տեսությունը առանց փորձի հաստատման արժեք չունի։ Փորձը ցույց տվեց, որ տվյալ դեպքում մեր ստացած արդյունքները շատ լավ իրականության հետ համապատասխանության մեջ են գտնվում, իսկ այդպիսի համակարգերը լայն կիրառություն ունեն մեր կյանքի ցանկացած ոլորտում։ Ճիշտ մոտեցման դեպքում իմ կարծիքով շատ լայն կիրառություն կարող են ստանալ նաեւ Հայաստանում, մասնավորապես հայկական լեռնաշխարհը արևային երկիր է, մենք կարող ենք այդ համակարգերը ներդնել նաև Հայաստանում, իհարկե դա լուրջ ֆինանսավորում է պահանջում, բայց վստահեցնում եմ ձեզ, որ արդյունքները չեն սպասեցնի։ Գիտնականները խոստովանում են, որ պետական մրցանակը մեծ պատասխանատվություն է, որը պետք է պատվով կատարել։ Իրոք, երբ որ դու աշխատում ես այնպիսի պայմաններում, որ շատ հեռու է միջազգային ստանդարտներին եւ ստանում ես որոշակի արդյունքներ, որոնք ընդունվում են նաև միջազգային հանրության կողմից, կա ցանկություն, որ նաև քո սեփական երկրում այդ ամենը իր գնահատականը ստանա եւ բնականաբար մեր համար դա ուրախալի է։ Պարզապես պետք է ել ավելի ակտիվ աշխատել, պետք է ամեն ինչ անել, համոզել պետական այրերին, որ այս ճյուղը, այս ուղղությունը ամենայն դեպս իրոք պետք է արժանանա լուրջ պետական ուշադրության, որովհետեւ սա ռազմավարական ոլորտ է համարվում։ Ողջ աշխարհում այն երկրները, որոնք այս ուղղությամբ լուրջ ներդրումներ են անում, նրանք այնուհետև կարողանում են լուրջ առաջընթաց ստանալ իրենց տնտեսության մեջ։ Գիտարար արդյունաբերության զարգացման ճանապարհին հայ գիտնականները ներդրում են կատարում գիտական աշխատանքների մշակմամբ, որոնք մրցունակ են առաջատար գիտական կենտրոնների արդյունքների համեմատ։ Այդ հանգամանքը հպարտությամբ նշելուց զատ նրանց մեծագույն ցանկությունն է, որ երիտասարդ գիտնականները ներգրավվեն այս աշխատանքներում եւ ապացուցեն, որ գիտական արդյունաբերությունն արժանի է պետական լուրջ ուշադրության։ Լիանա Կարապետյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին լրատվական։ Այսքանից հետո հաստատ շատերին կհետաքրքրի, թե որտեղ են պատրաստում եւ ինչպես են թողարկում պետական մրցանակի դափնեկրի մեդալները, ինչ չափորոշիչներ եւ ինչ բնութագիր է սահմանված պետական մեդալի համար։ Այս հարցերի պատասխանների փնտրտուկը իմ գործընկերոջը տարել էր Երևանի ոսկերչական գործարան։ Մեդալներին մենք ընդհանրապես առավել ուշադրություն ու առավել պատասխանատվություն ենք դրսևորում, բնականաբար ազգի խորհրդանիշ հանդիսացող մեդալներ են մեզ մոտ։ Երևանի ոսկերչական գործարանում մեղմ ասած ամեն օր չէ, որ թողարկում են պետական մրցանակի դափնեկրի մեդալներ, պետպատվերով եւ խիստ վերահսկողության ներքո։ Ամբողջ գործընթացը նույնիսկ նկարահանվում է դիզայնից մինչեւ դաջում։ Բավականաչափ երկար նախ ուսումնասիրվում է թեմատիկան, ապա ճշտվում տեխնիկական մասը, թե որ տեխնոլոգիայով պետք է պատրաստվի։ Պետական մրցանակի դափնեկիր կոչումն արդեն իսկ պարտավորեցնող է բոլորի համար։ Արարատ լեռը, գիրքն ու փետուրը օղակված դափնու տերևներով։ Սրանք են պետականորեն սահմանված չափորոշիչներն ու բնութագիրը։ Նոր տեխնոլոգիաները ու նոր մոտեցումները մեզ հնարավորություն են տալիս ստանալ մեդալի շատ ավելի լավ որակով ու մտածված նմուշներ ընդհանուր թեմատիկան պահելու պարագայում։ Արդեն ինքը իրեն անվանումը խիստ պահանջներ է դրել մեր առաջ։ Պետական պարգև եւ այդ պետական պարգևը իր ամենամեծ նշանակությամբ եւ վաստակավորի իմաստով եւ գիտական աշխատանքի խորության մեծության իմաստով եւ այդ պահանջները, քանի որ մենք ստեղծում ենք նաեւ մի շարք այլ մեդալներ, մեր արդեն խումբը բավականին պատասխանատու է մոտենում այդ հարցին։
Արժույթով ավելի քան $500 արժողությամբ 19 գրամ 585 հարգի ոսկի։ Սա պետական բարձր պարգևի միակ առավելությունը չէ։ Յուրաքանչյուր պատվերի դեպքում նորագույն տեխնոլոգիայով լազերային մեթոդով պատրաստվող կաղապարը համարակալվում է անկրկնելիությունն ապահովելու համար։ Անկերեսի վրա ստացավ պատկերը, որը ծրագրի միջոցով ստեղծվել էր։ Իդեպ, Երևանի ոսկերչականում արտադրվում են ոչ միայն հայկական խորհրդանիշերով մեդալներ, այլև բազմաթիվ են պատվերները նաև հարևան հանրապետություններից, իսկ պետական պարգևի վրա ոսկերչականի մասնագետներն աշխատել են 3 ամիս։ Դիզայնը չի նշանակում միայն նկար, դա նաև որակ է, ասում են ոսկերիչները։